Ինչու մահվան եզրին կանգնած հայը որոշեց իր վիշտը դաջել քարե բարդ զարդանախշերում։ Շատերը կարծում են, թե դա պարզապես կրոնական ավանդույթ է, բայց իրականում սա գոյատևման գաղտնի հոգեբանությունն էր։ Հույն հայտնի գրող Միցոս Ալեքսանդրոպուլոսը և պատմական աղբյուրները բացահայտում են մի ցնցող ճշմարտություն։ Դարեր շարունակ, երբ արյունարբու աշխարհակալ կայսրությունները հողին էին հավասարեցնում մեր հզոր տաճարներն ու ամրոցները, հայ ժողովուրդը գտավ անխոցելի մի ելք։ Առաջին պատմական փաստն այն է, որ խաչքարը հայի համար կռիվն է ամենակարծր նյութի՝ քարի դեմ։ Քարին հաղթելով նա ամրագրում էր իր հաղթանակը մահվան և ժամանակի նկատմամբ։ Երկրորդ վկայությունը թաքնված է աներևակայելի խճճված նախշերում։ Այդ բարդ լաբիրինթոսներում երբեք չմոլորվելը խորհրդանշում է պատմության դաժան ուղիներով անսխալ քայլելու բացառիկ կարողությունը և ճակատագրի անսպասելի շրջադարձերին դիմակայելու նրա հզորությունը։ Թշնամիները կարող էին հեշտությամբ քանդել շենքեր, բայց անզոր էին ջնջել լեռներում սփռված հազարավոր կոթողները։ Այդ սալը դարձավ հայի իսկական հոգևոր աշխարհագրությունը և մեր չջնջվող ինքնության անհերքելի վիզուալ ապացույցը։ Խաչքարերը սգո և մահվան կոթողներ չեն, դրանք մեր պատմության անպարտելի լուռ մարտիկներն են։ Նրանք ապացուցում են համամարտկային մի բարձրագույն ճշմարտություն։ Նույնիսկ ամենադաժան պայմաններում արարումը միշտ հաղթում է ոչնչացմանը։ Իսկ ինչ է խորհրդանշում խաչքարը անձամբ ձեզ համար՝ հավերժական վիշտ, թե կյանքի հաղթանակ։ Կիսվեք ձեր մտքերով մեկնաբանություններում։